Բարև ձեզ։ Ձեզ ինչու եք կանչել։ Որպես մեղադրյալ։ Որպես գեղեցիկ անդամ չեք։ Ես Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար եմ։ Քարտուղարությամբ եմ զբաղվում։ Այո։ Մեղադրյալ դատական որոշումը չկատարելու այս գործով։ Չեմ կարող մանրամասնություններ ներկայացնել, քանի որ նախաքննական գաղտնիք են։ Եթե մեր փաստաբանները որևէ կերպ ինչ-որ բան ճիշտ կգտնեն հրապարակելու, իրենք կհրապարակեն։ Որպես քարտուղար ձեր ֆունկցիան ո՞րն է այդ ժողովի ընթացքում։ Արձանագրում, կազմակերպում, կազմակերպչական հարցեր են։ Այսինքն դուք որոշումների կայացմանը Բացարձակապես։ Գևորգ Սրբազանին թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու, չվերականգնելու, նրան կարդալից անելու հարցերի հետ դուք կապ ունեք։ Ես որոշում կայացնող մարմին չեմ։ Ես որոշում չեմ կայացնում եւ որևէ ձև իմ ձայնը այնտեղ չի լսվում, հա։ Այսինքն ես չեմ խոսում։ Գործի հետ կապված մանրամասնություններին չանդրադառնամ, ելի եմ ասում, մեր փաստաբանները երբ որ ինչ-որ ճիշտ կգտնեն հրապարակել, անպայման կհրապարակեն։ Ես ճիշտ հասկացա, որ ձեզ համար էլ պարզ չէ, թե ձեզ ինչու են կանչել, թե պարզ է։ Կլինի այդ հարցին չպատասխանեմ։ Ձեզ համար պարզ է։ Այո, ինձ համար պարզ է։ Ինչու են ձեզ կանչել։ Չեմ կարող ասել։ Գաղտնիք։ Ես, այո, նախաքննական գաղտնիք է, մնացածը մեր փաստաբանները կասեն, էլի։ Մեր փաստաբանները կասեն ինչ որ հարկ գտնեն։ Լավ։ Դուք առաջին անգամ քննչական հրավիրում։ Այո։ Եվ ցավոք սրտի պիտի արձանագրեմ մի փաստ, որ այս վերջին շրջանում ինչքան հոգևորականներ այս դուրը բացեցին ու մտան ներս ու դուրս եկան, դա ուղղակի աբսուրդ է։ Մեր երկրում հանցագործներ չկան։ Մենք պիտի որպես մեղադրյալներ գանք այս դուրը բացենք, մտնենք ներս։ Միքայել Սրբազանը պիտի գար մտներ ներս։ Մենք պիտի մտնեինք Արագածոտնի 12 քահանաներ պիտի ինչ-որ գործերով քննչական մարմիններ գնային, հա։ Կարող է ինչ-որ բարձ սխալ ասեմ, կներեք, բայց հիմա իմ հարցը հետևյալն է. այս երկրում հանցագործություն ուրիշ չկա, բացի եկեղեցական լինելուց։ Դե ուրիշներ էլ են գալիս երևի։ Այո։ Իմ գնահատմամբ սա միանշանակ հակաեկեղեցական շարժման շրջանակներում տեղավորվող գործընթաց է։ Դուք ինքներդ արդեն շատ լավ կապում եք, էլ ինչ կարիք կա, որ ես ասեմ։ Իսկ կարող եպիսկոպոսական ժողովի քարտուղարներով դուք լինեիք։ Դեռ որոշված չէր անձնակազմը։ Բայց հնարավոր է, որ նաև դուք լինեիք։ Դեռ որոշված չէր անձնակազմը։ Չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Կարծում եմ մեր փաստաբանները Ձեր փաստաբանը չխոսեց։ Մեր փաստաբանները ընդհանուր, մենակ ես չեմ այստեղ։ Մեր փաստաբանները ընդհանուր անպայման հայտարարություններ կանեն, կարծում եմ։ Իսկ որպես հոգևորական դուք հիմա ինչ պետք է։ Ես իմ համար զավեշտ է, անկեղծ ասեմ, եւ ցավ եմ ապրում իրականում։ Ցավ եմ ապրում, որ փոխարենը մենք ջանքեր ներդնենք միասնականություն ստեղծելու, միակամություն ստեղծելու, սեր քարոզելու, սեր տարածելու։ Մենք ընկել ենք ինչ-որ մի իրավիճակում, որտեղ մենք մեր հոգևոր գործունեությունը չենք կարողանում իրականացնել։ Հիմա այստեղ լինելու փոխարեն Սրբազանները, ես, ուրիշ բան չունեինք անելու հանունես եկեղեցու, հանունես ազգի։ Դե Գևորգ Սրբազանն էլ է ուզում ինչ-որ բաներ անել հանուն ազգի, բայց նրան ազատել են թեմի առաջնորդի պաշտոնից եւ զրկել եպիսկոպոսական կարգից։ Գիտեք, մեր եկեղեցին ունի դարավոր ավանդույթ եւ կանոններ, եւ մենք բոլորս ենթարկվում ենք այդ դարավոր ավանդույթին եւ կանոններին։ Մեր համար դա մեր բոլոր տեսակի շահերից վեր է։ Մենք ինչ անում ենք հանուն եկեղեցու։ Իսկ հանուն եկեղեցու անել նշանակում է լինել նախ եւ առաջ միասնական։ Նշանակում է նախ եւ առաջ տեսնել քո աչքի մեջի գերանը, հետո նոր եղբորդ աչքի մեջի փուշը, առավել եւս երբ որ եղբորդ աչքի մեջի փուշը դեռ ապացուցված չի։ Դե իսկ այդ ճշտումները ձեզ կարող են ճանապարհից եղել, ճամբար փոխել։ Երբևիցե։ Անկամ եթե կալանավորեն ձեզ դուք ձեր Երբևիցե։
Այս մասով ես լիազորում արմին չեմ, որ ասեմ, այդ մասով իմ համար բացարձակապես նորմալ չի։ Բացարձակապես։ Մենք պատերազմի ժամանակ զոհված հոգևորականներ ունենք, անհայտ կորած հոգևորական ունենք։ Ժամանակ դուք արձանագրում եք այնիշ տեղի ունեն։ Միայն դա։ Այո։ Եվ կազմակերպչական ունեցել հարցերը։ Այսինքն ով ինչ խոսեց, ինչ առաջարկեց, դուք զուտ արձանագրում եք։ Այո։ Դեռ որոշում կայացնելիս կա նման ավանդույթ թե ոչ։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները իրավունք ունեն որևէ հարցի շուրջ քվեարկություն անելու, բայց միայն անդամները։ Դուք չեք էլ քվեարկում բնականաբար։ Ես ուղղակի ֆիքսում եմ։ Զուտ ֆիքսելու համար ձեզ կանչել են։ Չգիտեմ, այդ կարակ իրանց հարցնեք ասեն ինչ են կանչը։ Այսինքն ձեզ համար բարձ չձեր ինչ են կանչել։ Գիտեք, մենք բոլորս կարանք ունենանք մեր ենթադրությունները, պատկերացումները, բայց քանի դեռ գործը նախաքննության ընթացքի մեջ է, վերջնական որևէ բան ասել կարծում եմ ուղղակի իմ կողմից տեղին չէ։ Ես խնդրում եմ հիշեցնել դրասկան։ Տեր Մովսես Քահանա Սահակյան։ Գիտեք, ճշմարտությունը մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսն է։ Եվ ճանապարհն էլ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսն է։ Սուրբ Գրքում ասվում է ծառը իր պտուղներից է ճանաչվում։ Եթե ուզում եք իմանալ եկեղեցին ճիշտ ընթացքի մեջ է, թե սխալ ընթացքի մեջ է, ով է ճիշտ ընթացքի մեջ, ով է սխալ ընթացքի մեջ, ուղղակի նայեք այն գործերին, որ իրանք անում են։ Նայեք այն գործերին, որ եկեղեցին 2000 տարի եւ իմ մասնավորի վերջին 25 տարում արել է։ Այդքանը։